թաղամասը միշտ բնակիչները գիտեն, որ ոնց որ թե Երևանից կտրված լինել։ Ճիշտ է։ Այսօր մենք փորձելու ենք ոչ թե միայն սա, այլ ամբողջ քաղաքում բոլոր համայնքները, մեր քաղաքի բոլոր բնակիչները, բոլոր երևանցիները անելու ենք ամեն ինչ, որ տեսնեն քաղաքի համաչափ զարգացումը։ Այսինքն ոչ մեկիս իրավունք չի տվացվել, որ եթե մենք ապրում ենք այստեղ, ուրեմն չպետք է ունենանք կոմունալ բոլոր հարմարությունները, չպիտի ունենանք մաքրություն, չպետք է ունենանք ասֆալտ, չպետք է ունենանք լույս եւ տարրական բաներ, որոնք այսօր քաղաքապետարանի համար առօրյա լուծելու հարցեր են, պետք է առանձնացնենք, անենք կենտրոնում, չանենք ձեզ համար։ Բաներ կան, որ մինչև այսօր ձեզ թվացել են անհնարին, անհնարը սարքելու ենք հնարավոր։ Եվ ավելին ասեմ, կան բաներ, որ մինչև այսօր չի արվել, ֆինանսական ներդրում անհրաժեշտել չի, անհրաժեշտ է սովորական մարդկային վերաբերմունք, սովորական վերաբերմունք ուղիղ ղեկավարից մեր բնակչին։ Այսինքն այն բաները, որոնք մենք կարող ենք անել առանց ֆինանսի, մեր ժամանակի հաշվին, մարդկանց հետ շփվելով, մարդկանց ճիշտ ուղղություն տալով, ճիշտ կազմակերպելով, դրանում համոզված եղեք, որ լինելու է 100%-անոց աշխատանք։ Մի հատ ասա էլի մայրիկ ջան, էդի անդադ ասում մոռանում։ Հաց թուխին մի հատ էլ լավ է։ Ուրեմն հունիսի 1-ին համայնքի ղեկավարի ընտրություններ ենք գնում, համայնքի ղեկավար որպես բոլորը տեսել եք, 7 տարի շարունակ աշխատել են։ Ուրեմն ձայները տալիս եք ինձ, պահանջում եք։ Ճիշտ ասեցի։ Շնորհակալություն։ Ժամանակի հիմա գումարները ավելացրել են մեր վրին, բայց մենք ջրաչափով նոր մենք ջրաչափով Ժողովուրդ ջան, նոր իմ ելույթը կայանում էր ինչի համար, որ դուք ընտրելու եք ձեր ընտանիքի, մեծ ընտանիքի ղեկավար։ Այսինքն ես նաև ճիշտ է, հիմա մեկ այլ ուրիշ մարդ իմ տեղում կասել, որ ջնուղ կոյողին մերը չի, Երևան քաղաքինը չի, դա լրիվ առանձին կառույց է, բայց ես խոստանում եմ, որ հանուն ձեզ, ձեր խնդիրը ջնուղ կոյողու հետ անձամբ կհրավիրենք քաղաքապետարան, հարցը ոնց որ մայրիկն ասեց կբարձրացնենք, հարցը տեղին էր, համեցեք։ Նախկին քաղաքապետը օրենք անեց, որ Երևան քաղաքում քարի վրա քար չտնել։ Այն բանից հետո, որ սովետական միությունում հասկացան, չէին թողում, բայց ունեին տալիս։ Այսօրվա մեր աշխատավարձով մենք ի վիճակի չենք տուն առնելու։ Գոնե կարանք բուն սարքենք, երեխա պսանք, երեխանը չենք։ Այդ օրենքը կմնա, կգործի, կկորի, կվերանանք։ Ես նոր հայտարարեցի, երևի ուշադիր չէիք, ասեցի հունիսի 1-ից, նախկինում իշքան սխալ բան կա, հաստ սահմանագիծ ենք քաշելու։ Եթե մեր կուսակցության ծրագրում նաև կա բնակարանի բարելավման խնդիրը, ես որ մեր ծրագրերը հիմա մանրամասը բոլոր ուղղություններով ներկայացնեմ, ստեղ մի 10-ից 12 ժամ պիտի մնանք։ Երկար տարիներ անենք շատ կարճ ժամանակամիջոցում, բայց քանի որ այսօր մեր հնարավորությունները արդեն մի քանի հանդիպում է, որ գնում եմ եւ տեսնում եմ, որ մեր ժողովուրդը մի հարցի շուրջ գալիս են տարբեր եզրակացության։ Անելու ենք այնպես, որ գոհացնենք բոլորին։